Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Վրաստանի նախագահն անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությանը եւ այն հնարավորինս շուտ դադարեցնելու անհրաժեշտությանը։ Նրա խոսքով Վրաստանը միշտ աջակցել եւ ակտիվորեն աշխատել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Հիմնվելով այն փաստի վրա, որ մենք խորապես հասկանում ենք խաղաղության կարևորությունը, Վրաստանը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերափոխմանը եւ փորձում է այն հակամարտությունների տարածաշրջանից վերածել քաղաքակրթությունների միջև երկխոսության եւ տնտեսական բարգավաճման տարածքի։ Կավելաշվիլին նշել է, որ դարեր շարունակ Վրաստանը եղել է քաղաքակրթությունների խաչմերուկ եւ տարբեր մշակույթների միջև երկխոսության տարածք, եւ այսօր Վրաստանը վերականգնում է իր պատմական գործառույթը։ Թբիլիսիի քաղաքապետ Կախակալաձեի խոսքով իշխող թիմին հաջողվում է պահպանել երկրում խաղաղությունը, ինչը հեշտ չէ հաշվի առնելով առկա մարտահրավերները։ Նա այս մասին հայտարարել է գնահատելով Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ու եւս մեկ անգամ ընդգծելով խաղաղության կարեւորությունը։ Խաղաղությանն այլ ընտրանք չկա ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար։ Հաշվի առնելով թե ինչ է կատարվում եւ ինչ գործընթացներ են ընթանում, իհարկե շատ կարեւոր է պահպանել խաղաղությունը, որին մենք մեր քաղաքականությամբ կարողանում ենք հասնել ամենօրյա պայքարի միջոցով։ Իհարկե դա հեշտ չէ, կան շատ մարտահրավերներ։ Կալաձեի խոսքով Վրաստանը պատրաստ է բարեկամության եւ գործընկերության, չնայած դա պետք է լինի փոխադարձ։ Ինչպես կարող ենք պայքարել Եվրոպայի կամ Ամերիկայի դեմ, սակայն երբ լսում ենք կոնկրետ բյուրոկրատների կողմից սպառնալից հայտարարություններ, որոնք հիմնված են ստի, կեղծիքի եւ զրպարտության վրա, իհարկե պետք է պաշտպանենք մեր երկիրը եւ նրա շահերը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հետ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Ընդգծվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ Թուրքիայի իրավապահ մարմինների միջև արդյունավետ գործընկերությունը։ Քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ Վրաստանի ու Թուրքիայի դերը կայունության եւ խաղաղության խթանման գործում։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ներքին գործերի նախարարին Վրաստան այցի համար եւ նշել, որ նման բարձր մակարդակի այցելությունները նպաստում են երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեգա Գելաձեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Հանդիպմանն ընթരാճ լրագրողների հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն է հայտնել, որ Անկարան Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին դադարեցնի Մոսկվայի հետ առևտրային հարաբերությունները եւ ռուսական գազի գնումը։ Նա համոզմունք է հայտնել, որ թե Վոլոդիմիր Զելենսկին, թե Վլադիմիր Պուտինը հարգում են Թուրքիայի նախագահին։ Ուստի Էրդողանը կարող է նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Նա կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նա խնդրում է չեզոք մնալ, հավելել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսել, սակայն գրեթե ոչ մի տարածք չի ստացել, եւ Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր տարածքները։ Նա շեշտել է, իսկապես ժամանակն է կանգ առնել։ Անկարայի հետ F-35 կործանիչների հնարավոր գործարքի մասին հարցին Միացյալ Նահանգների նախագահը պատասխանել է. Էրդողանը կարող է ստանալ այն, ինչ ուզում է։ Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել շատ շուտով, եթե բանակցությունները հաջող ավարտվեն եւ Անկարան կատարի Վաշինգտոնի որոշ պահանջներ։ Թուրքական կողմի տվյալով նախագահները ի թիվս այլնի քննարկել են տարածաշրջանային մակարդակով գործակցության հեռանկարը։ Կողմերը նաև խաղաղ ատոմային էներգիայի ոլորտում ռազմավարական գործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսան Բայրակթարը։ Մենք սկսել ենք նոր գործընթաց, որը կխորացնի Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև բազմակողմանի գործընկերությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Հանդիպումից հետո առաջնորդների եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ մենք ստորագրեցինք ռազմավարական, քաղաքացիական միջուկային գործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուսով եմ, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքը փոխադարձ օգուտներ կբերի երկու երկրին։ Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարակն էլ տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան պայմանագիր են կնքել նաև Boeing-ի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության միջոցառումների շրջանակում Թուրքիան օդային վաղ նախազգուշացման եւ կառավարման համակարգով ինքնաթիռ է ուղարկել Լիտվա, ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի բազմակի խախտումներից հետո։ Լիտվան, Էստոնիան, Դանիան եւ Լեհաստանը հայտարարել են, որ վերջին շաբաթներին ռուսական անօդաչու թռչող սարքերը կամ կործանիչները խախտել են իրենց օդային տարածքը, ինչը ՆԱՏՕ-ին դրդել է ուժեղացնել արևելյան թևի պաշտպանությունը։ Արևմտյան պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանը օդային տարածքի խախտումներ է կատարում ՆԱՏՕ-ի պատրաստվածությունն ու վճռականությունը ստուգելու համար։ Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը ունեցող Թուրքիան սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում։ Անկարան դատապարտել է Մոսկվայի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա եւ Կիևին տրամադրել ռազմական աջակցություն, սակայն ձեռնպահ է մնացել միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որպես հավասարակշռության գործողության մաս, որը ըստ Անկարայի հնարավորություն է տալիս երկխոսել երկու կողմի հետ։ Ձերբակալվել է Թուրքիայի Ջան Հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Քեմալ Ջանը։ Ըստ Անադոլու գործակալության Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է անցկացնում Ջան Հոլդինգի ղեկավարության նկատմամբ, հանցագործություններ կատարելու մտադրությամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, նաև հանցագործությունից ստացված եկամուտների լվացման եւ խոշոր չափերի խարդախության մեղադրանքներով։ Սեպտեմբերի 11-ին Քյուչյուկ Մեջեի շրջանի դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակում արգրավել են Ջան Հոլդինգի պատկանող ընկերություններ, որոնց թվում են Haberturk TV-ն, Show TV-ն եւ Bloomberg HT հեռուստաալիքները, ինչպես նաեւ Doha College-ի եւ Բելգի ունիվերսիտետի կրթական հաստատությունները։ Ըստ հյուրիեթի ընկերությունների ակտիվները բռնագրավել են եւ փոխանցվել Թուրքիայի խնայողությունների ապահովագրության հիմնադրամին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Արթուր Պողոսյանը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարին, շնորհակալություն հայտնելով քննչական կոմիտեի կատարած այցի համար։ Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրի իրավապահ համակարգերի միջև գործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն, դրսևորվելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում։ Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին բարձր է գնահատել երկու երկրի իրավապահ մարմինների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները եւ խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությունը։ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, նշելով, որ քննչական կոմիտեի հետ գործակցության եւ կապերի ամրապնդման գործում մեծ է եղել դեսպանի անձնական ներդրումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա գործակցության ընդլայնման հեռանկարները։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգներին Թեհրանի դեմ ուղղված կեղծ մեղադրանքների եւ երկրի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ անօրինական ագրեսիայի համար։ Իրանին ահաբեկչությանն աջակցելու համար կեղծ մեղադրանքները չեն ազատի Միացյալ Նահանգներին Իսրայելի կողմից պաղեստինցիների շարունակական ցեղասպանության, համակարգված ահաբեկչության եւ բազմաթիվ երկրների դեմ շարունակական ագրեսիայի մեջ անմիջական ներգրավվածությունից եւ մեղսակցությունից։ Բաղային նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների պնդումը, թե իրենք առաջարկում են դիվանագիտություն, պարզապես ոչ անկեղծ ու ծիծաղելի է, չի կարելի ռմբակոծել երկիրը բանակցությունների ընթացքում եւ առաջարկել խաղաղություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում եւ խոսել Հայաստանի հետ հարաբերությունների, խաղաղության եւ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Նա նշել է, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է նորեջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Ալիևն ընդգծել է, Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով։ Չնայած տարբեր սադրանքներին բանակցությունները տվեցին դրական արդյունքներ, քանի որ ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով առանց արտաքին միջամտության։ Ալիևը նշել է նաև, որ տարածաշրջանային հաղորդակցություններն են ամուր խաղաղության տեսլականի հիմքը։ Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում նորեջ բացելու, դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Վերջինս շնորհավորել է Ալիևին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի եւ ձեռք բերված պատմական արդյունքների համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ շնորհավորել է Ալիևին COP29-ը Ադրբեջանում հաջող անցկացնելու եւ միջազգային կլիմայական օրակարգի առաջ խաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման համար։ Գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի եւ Ադրբեջանի միջև գործակցության զարգացման կապակցությամբ Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին կազմակերպության այլ տարածաշրջաններում գործունեությանը ներկայիս աջակցության համար եւ նշել է Ադրբեջանի ու ՄԱԿ-ի միջև միջազգային ճգնաժամերի հաղթահարման գործում գործակցության մեծ ներուժը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է Ադրբեջանի դերը տարածաշրջանային համագործակցության նախագծերի մշակման եւ Կենտրոնական Ասիայի հետ տարածաշրջանային տրանսպորտային կապերի հաստատման գործում։ Նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լիովին փոխվել են, Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում արդեն խաղաղություն է տիրում։ Նրա խոսքով դա պատմական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։